մեղավորը միայն այս ներկայ իշխանությունն է, ովքեր ամեն ինչ արեցին, որ հայաթափեն մեր երկրորդ հայրենիքը։ Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը 8 տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով։ Կորցրել են Արցախը իրենց սխալ քաղաքականության պատճառով։ Ասեք 8 տարվա մեջ ինչ լավ բան եք արել, մի լավ բան։ Ժողովրդի համար լավ բան ասեմ արել եք, մի լավ բան։ Բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդի խեղճացնելուց։ Ընդդիմությունն իր քարոզչական թեզերը կառուցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մեջ իշխանությանը մեղադրելով։ Ելույթներում այս թեզը կարմիր թելով է անցնում, մինչդեռ նույնիսկ ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետներն են տարբեր տարիներին բաց տեքստով հայտարարել, որ Ղարաբաղ это Ադրբեջան, я спорить не буду։ Ղարաբաղը Ադրբեջան է, չեմ վիճի։ Ով ուզում է թող գնա ադրբեջանցի զինվորների մոտ եւ նրանք կբացատրեն նրանց, թե որտեղ է գտնվում եւ ում տարածքն է։ На уровне имиджа и в Турции, и в самом Азербайджане победу приписали целиком. Թուրքիան եւ Ադրբեջանը Ղարաբաղում հաղթանակը իրենց էին վերագրում։ Իրականում պատերազմին Ալիևի լավ նախապատրաստվելուց բացի որոշիչ գործոն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը։ Գլխավոր որոշումները կայացվում էին Մոսկվայում եւ Պուտինից էր կախված թե ումն է Ղարաբաղը։ Ավելի վաղ Պուտինը համաձայնության էր եկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցի մասնակի լուծման դիմաց 5 շրջանը Բաքվին փոխանցելու մասին։ Բայց Սորոսի եւ գլոբալիստների աջակցությունը վայելող Փաշինյանը, որը գունավոր հեղափոխություն էր կազմակերպել Երևանում, չեղյալ հայտարարեց բոլոր համաձայնագրերը, իսկ Պուտինի հետ այդպես չեն վարվում։ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ եւ ի պատասխան Հայաստանում ամերիկամետ, եվրոպամետ լոբինգի Պուտինը որոշում կայացրեց Ղարաբաղի վերաբերյալ։ Թե ինչ լուծում ունեցավ, հիմա տեսնում ենք, բայց կարող էր միանգամայն այլ լինել եւ այստեղ թուրք-ադրբեջանական ալյանսը ոչինչ անել չէր կարող։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին Ռուսաստանի եւ Թուրքիայի ակտիվ մասնակցությանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներից Սերգեյ Շոյգուն։ Если говорить об отношениях с Турцией, у нас идет очень непростая, очень Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, մենք ունենք շատ բարդ, շատ դժվար, բայց շատ արդյունավետ աշխատանք։ Վերջին աշխատանքը իհարկե վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Դա պարզ օպերացիա չէր, հենց այսպես կուզենայի այն անվանել եւ ոչ այլ կերպ։ Մյուս կողմից դրան ներգրավվել էր Թուրքիան եւ այդ պատճառով էլ անհրաժեշտ էր խոսել ու զբաղվել նաեւ թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը, հավատացեք, տիտանական ջանքեր է ներդրել, որպեսզի այս ամենը կայանա։ Мы гарантировали Карабах своими миротворцами, после 20-го։ Մենք մեր խաղաղապահներով երաշխավորեցինք Ղարաբաղի անվտանգությունը 2020 թվականից հետո։ Մենք երաշխիք տվեցինք տեղի բնակչությանը, բայց դուրս շպրտվեցինք եւ վերջ։ Դրանից հետո տեսեք թե ինչ արեց Հայաստանը։ Նրանք խնդրեցին մեզ ՀՊԿ-ին դիտորդներ տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, դիտորդներ, որովհետեւ փորձեր եղան գրավել Հայաստանի սահմանը։ Մենք հրաժարվեցինք եւ դրանից հետո նրանք խնդրեցին Եվրոպական միությանը, իսկ Եվրոպական միությունը չհրաժարվեց։ Նա միանգամից առաքելություն ուղարկեց այնտեղ, իսկ մենք ինչու մերժեցինք։ Մարդիկ դա անցալում են այսպես, ասում են Հայաստանը դաշնակից է պայմանագրերով, Ադրբեջանը ոչ, եւ չի ուզում։ Իսկ ինչու է երկու երկրների նկատմամբ վերաբերմունքը նույնը։ Մի փոքր մասում ռուսները վերցրեցին իրենց վրա երաշխավորություն, որ այդ փոքր մասում թույլ չեն տա ադրբեջանցիներին շարունակել եւ էթնիկ զտման ենթարկել այնտեղի հայությանը եւ Ռուսաստանը, պաշտոնական Ռուսաստանը, որ նման պարտավորություն վերցրել էր, չկատարեց իր պարտավորությունը։ Եթե խոսել հանձնելու մասին, ապա միայն այս դեպքում փաստացի Ռուսաստանն է հանձնել այն հատվածը, որի վերաբերյալ երաշխավորություններ ստանձնել։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի նախագահը եւս բարձրաձայն հայտարարել էր. С точки зрения международного права и Нагорный Карабах. Միջազգային իրավունքի տեսանկյունից թե Լեռնային Ղարաբաղը, թե հարակից բոլոր շրջանները եղել եւ մնում են Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն ասել եմ, այդ բոլոր տարածքները Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս են կազմում։ Բազմաթիվ նման հայտարարություններ կան, սկսած Շոյգոյի հայտարարությունը, այլ պաշտոնյաների հայտարարությունները, այնպիսի մարդկանց հայտարարությունները, ովքեր փաստացի այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության գաղափարական հենքն են կազմում, Դուգինը, Կուրգինյանը եւ այլն, եւ նրանք բոլորը փաստում են մեկ բան, որ տարածաշրջանում ստատուս քվոն փոխվեց, քանի որ Ռուսաստանը ուներ այդ ստատուս քվոն փոխելու որոշում։ Ռուսաստանը ուներ ցանկություն, որ այդ ստատուս քվոն փոխվի։ Եկեք հիշենք, պատերազմը սկսվեց եւ Ռուսաստանը պատերազմը չէր կանգնեցնում։ Ռուսաստանը պատերազմը կանգնեցրեց այն պահին, որ
ինքը կարողացավ կողմերին ստիպել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Սակայն տեղի ունեցավ մի բան, որ ըստ փորձագետի Ռուսաստանի պլանների մեջ չէր մտնում, այլ կողմերն էլ սկսեցին խառնվել իրավիճակին։ Կարծում էին, որ նրանք շատ արագ Ուկրաինայում հաղթանակի կհասնեն 2022 թվականի փետրվարին, որից հետո նրանց արդեն նախկին այս պահին նախկին, բայց այն ժամանակ գործող ազդեցության գոտում կկարողանան իրացնել իրենց շահերը այնպես ինչպես կցանկանան, օրինակ ադրբեջանցիները կսկսեն պատերազմ Հայաստանի դեմ, կկտրեն Սյունիքը կենտրոնական հատվածից Հայաստանի, որի ժամանակ Հայաստանը կսկսի ծնկաճոկ աղաչել, որ գան եւ փրկեն մեզ, եւ այդ ժամանակ FSB-ն կգա եւ արտադրական միջանցք կստանա Հայաստանում, որտեղ կդնի 2 հատ շլագբաում, մեկով ուղեփակոց, մեկով կբացի եւ կպակի Հայաստան-Իրան անցումը, մյուսով կբացի եւ կպակի Ադրբեջան-Թուրքիա անցումը։ Եվ այսպիսով այդ մի պատով 2 ուղեփակոցով նա կկարողանա վերահսկել եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Կարծում է ժամանակագրությունը անընդհատ թարմացնել է, պետք հիշել ու հիշեցնել, թե որ իրադարձություններն հաջորդեցին Ղարաբաղի հայաթափմանը։ Երբ եկան ադրբեջանցիներ, այն ժամանակ էկոակտիվիստներ էին նրանք, ըստ Ադրբեջանի ներկայացրած եւ այդ էկոակտիվիստ ադրբեջանցիները եկան եւ կանգնեցին Լաչինի միջանցքում, Ռուսաստանը նրանց դիմացը չփակեց։ Ի տարբերություն օրինակ ղարաբաղցիների, ովքեր այդ նույն ժամանակ փորձում էին գալ անցնել Հայաստան, Ռուսաստանը ղարաբաղցիների դիմացը փակում էր, ասելով որ այնտեղ էկոակտիվիստներ են կանգնած։ Այսինքն փաստացի Ռուսաստանը այն պարտականությունը, այն պարտավորությունը, որ վերցրել էր իր վրա, այդ պարտավորությունը չկատարեց։ Եվ այդքանից հետո խոսել այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, հնարավոր չէ։ Իսկ ներքաղաքական կյանքում Ղարաբաղի հարցը շահարկելն ու հատկապես քարոզարշավի առանցքային թեմա դարձնելը ըստ Ղևոնդյանի արվում է մեկ բանի համար՝ նվազեցնել իշխանությունների վարկանիշը, ավելացնել իրենցը։ Եվ բացարձակապես կարևոր չէ քննադատությունները հիմնավոր ու օբյեկտիվ են, թե ոչ։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։